2021 թվականին, եթե հիշում եք, նորից հայտարարում էին, որ վերջապես բերել են խաղաղության դարաշրջան։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության դարաշրջանի արդյունքում ոչնչացվեց Արցախը, մեր Հայաստանի տարածքում գրավվեցին մեր ինքնիշխան տարածքները։ Եվ այսքան ստերից հետո Փաշինյանը նորից հանդգնում է իրեն ներկայացնել որպես խաղաղության կուսակցություն։ Իրականում Փաշինյանը եւ նրա թիմը դա ապացուցված պատերազմի կուսակցությունն է։ Խաղաղության հեռանկարը կործանել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը, մերժելով 2019 թվականի պլանը, եւ մենք միակ կուսակցությունն ենք, որ սրա մասին կարող ենք բաց ճակատով ասել, որովհետեւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը եւ առաջին հերթին ինքը Նիկոլ Փաշինյանը ագրեսիվորեն մերժել էր այդ 5 շրջանի վերադարձի խաղաղարար պլանը, որը բավականին հայանպաստ լուծում էր եւ ըստ էության ապահովում էր երաշխավորված խաղաղություն Հայաստանի համար եւ Արցախի համար, ընդ որում Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ հայկական վերահսկողության, ռազմական վերահսկողության պահպանմամբ։